Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է եւ դրան կից երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, կրկին այն կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն հարգելի պարոն Գաբրելյան, հարգելի գործընկերներ, մենք ունեցել ենք առիթ մեր աշխատանքային քննարկումների ժամանակ խոսելու այն փոփոխություններից, որոնք այսօր ներկայացնում եմ եւ մասնավորապես խոսքը վերաբերում է երկու ուղղությամբ փոփոխությունների, մեկը հավաստագրման գործընթացի միասնականացումն է կամ ստանդարտացումը, գիտեք, որ մենք թե նախադպրոցական համակարգում հաստատության ղեկավարման, թե հանրակրթության համակարգում եւ թե նաեւ ՄԿՈՒ համակարգում հաստատության ղեկավարման համար հավաստագիր ենք պահանջում պոտենցիալ հավակնորդներից եւ կրթության օրենքում իրականացրել ենք նաև համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձևով են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերը եւ ընդհանուր մոտեցումները, եւ այս փոփոխությունների փաթեթը գալիս է ամբողջացնելու այդ մոտեցումը, որովհետեւ մինչեւ այս ուրեմն առաջարկվող փոփոխությունը յուրաքանչյուր ոլորտային օրենքում ամրագրված էր հավաստագրի հանդեպ սեփական պահանջները տվյալ ոլորտին ուղղված եւ հաշվի առնելով, որ կրթության օրենքում մենք միասնական մոտեցում ենք ամրագրել, այստեղ արդեն առաջարկում ենք նախադպրոցական կրթության, ՄԿՈՒ ոլորտի եւ հանրակրթության համակարգի օրենքներում համաստագրման պահանջները վերանայել եւ հղում կատարել կրթության օրենքի 40.1 հոդվածին, որով որ սահմանվում են իմ նշած միասնական ստանդարտները։ Սա ինչ հնարավորություն է մեզ տալիս, սա հնարավորություն է տալիս միասնական քաղաքականություն վարել եւ հաշվի առնելով, որ հաստատության կառավարումը պահանջում է նաեւ ընդհանուր հմտություններ, բացի սպეციფიկ տվյալ կրթական մակարդակին միայն բնորոշ հմտություններից, սա մեզ հետագայում հնարավորություն կտա նաեւ հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը ավելի մոտեցնել միմյանց եւ ինչու ոչ նաեւ ընձեռել հնարավորություն անձանց նաեւ որոշակի ուրեմն քննության շրջանակներում ավելի ուրեմն տարբեր մոդուլների ներդրմամբ մի քանի կրթական մակարդակի ղեկավարման հավաստագիր ստանալ, ինչը էապես նաև կընդլայնի հավաստագիր ունեցողների շրջանակը եւ կարող է մեծացնել մրցակցությունը տարբեր հաստատությունների տնօրենների մրցույթների ժամանակ, ինչը ես համարում եմ առանցքային եւ համարում եմ, որ կառավարման որակի բարձրացման ուղղությամբ սա կարծում եմ շատ կարեւոր քայլ կլինի։ Աստորեն առաջին ուղղությունը փոփոխության վերաբերում էր հենց սրան, երկրորդ ուրեմն փոփոխությունը բացառապես նախադպրոցական կրթության օրենքին է վերաբերում եւ մասնավորապես գիտեք, որ մեր քաղաքականության կարևոր մասն է նախակրթարանների ձևավորումը եւ 500 մանկապարտեզների ծրագիրը ներառում է նաեւ նախակրթարանների բաղադրիչը, որոնք ստեղծվում են հիմնականում դպրոցներում եւ ուղղված են ուրեմն 5 տարեկանից սկսած երեխաներին ծառայությունների տրամադրման եւ դպրոցին ավելի լավ պատրաստվելուն։ Ընդ որում պետք է ասեմ, որ միջազգային տարբեր հետազոտությունները, այդ թվում մեր երկրում անցկացված, ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունը էապես ազդում է երեխայի հետագա արդյունքների վրա դպրոցում եւ այդ իմաստով է նաեւ, որ կառավարության ծրագրի կարևոր թիրախ էր հասանելիության մեծացումը մեր երեխաների համար նախադպրոցական կրթության ծածկույթի ամբողջականության ապահովումը։ Եվ այս տրամաբանության մեջ մենք առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն, տարիքային շեմը վերանայել եւ նախակրթարանները նախատեսել ոչ միայն 5 տարեկանների համար, այլ 4-ից 6 տարեկանների համար։ Սա ինչ կարևոր նշանակություն կունենա, որ այն վայրերում, որտեղ որ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն, մասնավորապես եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել, իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք հաճախ ունենում ենք մանկապարտեզներ
պարտեզների ծանրաբեռնվածություն եւ ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել մանկապարտեզներում 4-ից 6 տարեկանների եւ սա հնարավորություն կտա, որ էլի երեխաները ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել, պատրաստվել դպրոցին, սոցիալականացվել եւ սա վստահաբար նրանց հետագա դպրոցական արդյունքի վրա կունենա շատ էական ազդեցություն։ Այսպիսով երկու տարիքային շեմ է առաջարկվում, ընդհանուր առմամբ ստանդարտ կանոնը 4-ից 6 տարեկանների համար սահմանելն է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ դա միակ նախադպրոցական ծառայությունն է, այստեղ հնարավոր ընձեռել 3-ից 6 տարեկանների համար ուրեմն նախակրթարանների գործունեության ապահովմանը։ Սա է ըստ էության եւ եթե որևէ հարց լինի, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, հարցեր կան։ Համեցեք Տիկին Ղազան։ Տիկին Անդրեասյան, քանի որ նաև ՄԿ ոլորտի հետ կապված բանկապաթեթում քաղաքացուց հարց ունեմ, քաղաքացին հարցնում է արդյոք ոլորտի ոլորտում աշխատավարձերի բաշխման ընթացակարգերի մասին արդյոք տնօրենի ամբողջական հայեցողությամբ, թե որքանն է տնօրենի ամբողջական հայեցողությամբ եւ որքանն է կարգով սահմանված եւ պարտադիր մաս, ըստ երևույթին քաղաքացին խնդիր ունի իր հաստատությունում իր տնօրենի հետ, բայց ցավոք չի նկարագրել խնդիրը, այլ այս հարցն է ուղղել, եթե կարելի է այս թեմայով խնդրում եմ բարձրաբանում Իսկ աշխատավարձներն էլ միասնական դառնում է։ Արդյոք ՄԿ ոլորտում աշխատավարձերը ըստ հաստիքացուցակի են բաշխվում եւ որքանով են դրանք տնօրենի հայեցողության մաս, ըստ երևույթին ինչ որ տարբերություն պատահել ինչ որ դրվագում ինչ որ քոլեջում։ Դրույքաչափերը կարող են տարբեր լինել մի քոլեջից մյուս քոլեջ, կարող է այդպես լինել, կախված եւ մասնագիտությունից եւ պաշտոնի առանձնահատկություններից։ Գիտեք, որ 2024 թվականին մենք ընդունեցինք մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը եւ դրանից բխող բավականին մեծ ծավալի ենթաօրենսդրական ակտերի վրա ենք աշխատում, դրանցով նաեւ կարգավորվելու է պաշտոնների նկարագրերը եւ ֆինանսավորման կարգը, նոր կարգն է առաջիկայում շրջանառության մեջ դրվելու, որով նաեւ քոլեջների ֆինանսավորման ավելի միասնականացում կարվի, ստանդարտացում կարվի, ինչ վերաբերում է աշխատանքի վերցնելու ընթացակարգերին, մանկավարժական աշխատողների համար գործում է մրցույթի կարգ, եթե ոչ մանկավարժական աշխատող է, այստեղ այո կարող են լինել այլ ընթացակարգեր, բայց Տիկին Ղազարյան, եթե դիմողը ավելի կոնկրետություն ու փաստական որոշ հանգամանքներ թեկուզ նախարարություն գրավոր դիմելով կամ ձեր միջոցով փոխանցի, փորձենք կոնկրետ իրավիճակը դիտարկել եւ հասկանալ արդյոք ամբողջությամբ իրավական դաշտում տեղավորվում է գործողությունները, թե ոչ։ Որ մասնագիտականը դրանում գրեթե համոզված եմ, այսինքն մանկավարժականը, որովհետև նախորդիվ այս քաղաքացին ատեստավորվելու հետ կապված հարցեր ուղղել, բայց մի հատ երևի ճշտող հարց կամ հստակեցնող հարց նույն քոլեջի մեջ, նույն հաստիկով աշխատող, որովհետև իմ տպավորությամբ խնդիրը նմանատիպ է, նույն ժամերով աշխատող մանկավարժների աշխատավարձը կարող է տարբեր լինի։ Կարող է լինել կախված ստաժից, կախված կրթական աստիճանից եւ նաեւ կախված օրինակ գիտական աստիճանում։ Բայց ոչ հայեցողաբար։ Սովորաբար դա լինում է խորհրդի կողմից հաստատված որոշակի ընթացակարգով, սովորաբար։ Դա արտացոլվում է հաստատության տարիֆիկացիոն մատյաններում, որտեղ որ երևում է նրանց դրույքաչափերը, բայց պետք է ասեմ, որ կարող են ոչ էական, բայց տարբերություններ կարող են լինել, այսինքն ավելի երկար ստաժ ունեցողը մի փոքր ավելի բարձր ստանա կամ օրինակ եթե կրթությունը բարձրագույն է, ոչ թե միջին մասնագիտական, ավելի բարձր վարձատրվի, նման տարբերություններ ոչ էական հնարավոր են քոլեջներում։ Իսկ ինձ պատկերացնում եմ, որ մենք սահմանում ենք ունենա նվազագույնը դրույքաչափի շեմը, մնացածը կախված է կարող է լինել հայեցողություն, բայց դե հայեցողությունն էլ հասկանում եք հայեցողության ընտրության մեջ էլ այդ հայեցողությամբ ընտրվածները պետք է հավասար լինեն, էլ այսինքն եթե հայեցողությամբ որևէ մեկին այլ դրույքաչափ է, ուրեմն հավասարաչափ պայմաններով այլ անձի դեպքում էլ ինքը պետք է հավասար լինի։ Ամեն դեպքում դա տարիֆիկացիոն մատյաններով դիտարկելու եւ ստուգելու բան է եւ տվյալ անձը ամբողջությամբ կարող է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը պահանջել հաստատությունից։